եւ բարի գալուստ YouTube-յան ալիք։ Նախապես ասեմ կներեք լուսավորության համար, բայց ուրիշ հարմար տեղ չկարացա գտնեմ, որ դրոն նկարեմ։ Ուրեմն ինչ տեղափոխվել ենք նոր տուն Երևանում։ Ես քույրս ու քրոջս ընկերուհին, ես ունեմ անդադ միտք, որ պետք է սկսեմ YouTube, բայց ինչ որ չէր ստացվում անդադ, չգիտեմ։ Ես չէի համարացնում կամ չգիտեի ինչ նկարեի, բայց այսօր ինձ թվում է ամենաիդեալական օրն է, որ ես կարամ այս վիդեոն սկսեմ, որովհետև այսօր իրականացնելու եմ իմ 2025 թվականի Vision Board-ի ցանկություններից մեկը։ Հեսա պատրաստվեմ ու սկսեմ պատմել։ Արդի ակադեմիայի մասին ես իմացա այն ժամանակ, որ համալսարանի այդ պահերով շատ դժվար փուլ է անցնում անկեղծ, որովհետև երկար ժամանակ տրամադրվել էի, պատրաստվել էի, փոքրուց գիտեի, որ ես ընդունվել եմ ամերիկյան համալսարան, բայց չստացվեց, որովհետև SAT ավելացրեցին, ես էլ ինձ չէի կարում ստիպեի, որ պարապեի մաթեմ։ Մի խոսքով չդիմեցի համալսարան ու հենց այդ ժամանակ իմացա Արդի ակադեմիայի մասին, մի անգամից հետաքրքրեցի, գտա ինձ համապատասխան բաժինը, որը նախագծերի կառավարումն է, product management, ու մի անգամից դիմեցի, տենց այսօր սկսում եմ դասերս, 7-ից դասի եմ, առաջին դասը շատ լարված եմ, բայց համել շատ ոգևորված եմ, որովհետև նոր միջավայր եմ գնում, ես էլ մի քիչ դժվար եմ ադապտացվում տենց միջավայրերի մարդկանց, չգիտեմ, հուսամ շատ լավ կլինի ամեն ինչ այսօրվա ինձ է կախված իմ մյուս օրերի տրամադրվածությունը ակադեմիա գնալու։ Եկել ասեմ, թե ինչի եմ ընտրել հենց նախագծերի կառավարում բաժինը, ինչև այդ Արդի ակադեմիայի մասին իմանալը, որոշելը, որ այնտեղ պետք է սովորեմ, մի հատ գաղափար ունեի, շատ մեծ հույսեր ունեմ, որ հենց այս ծրագրի շրջանակներում կկարողանամ իրականացնել, որովհետև մենք հենց ռեալ ծրագրերի վրա ենք աշխատելու։ Ուղղակի չգիտեմ, այդ խմբակայինը լինելու թե անհատական, բայց եթե անհատական եղավ, ես արդեն գիտեմ ինչ եմ ներկայացնելու։ Մեյքափս համարյա պատրաստ եմ, հատ տրյուկ ասեմ, որ օգտագործում եմ Elf-ի Halo Glow-ն, ինքը ահա որ դուրս էր տալ իմ դեմքը, տենց ինչ առել եմ, երևի դեմքից մի 2-3 անգամ եմ քսել ամբողջությամբ, մի քիչ շոտկայից վերցնում եմ, օգտագործում եմ որպես highlighter, այնքան սիրուն փայլ է տալիս, հեսա տարածեմ, տեսեք։ Լուսավորությունը լավ չի, կարող է տենց չերևա նորմալ, բայց իրականում այնքան սիրուն փայլ ունի։ Խոսքով վերջացնեմ լուսավորության տակ ընդհանուր ցույց կտամ։ Անկեղծ չգիտեմ ինչ անեմ, որ լուսավորությունը լավ լինի։ Այս վիդեոն դուրս չի գալու վերջում, չեմ փոստելու, բայց ամեն դեպքում 100% լույս էի պատվիրել թեմուից։ Ոչ մի էֆեկտ չի տալիս։ Վերադարձել եմ տուն ու երկու բառով պատմեմ ոնց անցավ առաջին օրը, տենց շատ կադրեր չեմ արել, որտեղ նախ ամաչում էի, դա հարմար առիթ բան չէր լինում, հիմնականում չի ուզում էլի դասախոսին խոսալուց նկարեի։ Իրականում ինչ-որ դասեր բան արել ենք, ինչ-որ թեմաներից խոսել ենք դասի վերաբերյալ, դա ծանոթություն էր, մի քիչ անսովոր է, առաջին օրը միանգամից դասերին անցնելը, բայց արդեն շաբաթ օրվա պահով առաջադրանքներ տվեց, որ համար շատ ուրախ եմ ճիշտ ասած, դեռ հիմնականում օրվա մեջ բացի գործից տենց անելու բան չեմ ունենում։ Սկզբի համար ասած ինչ-որ գրականություն է տալու կարդանք ու անգլերենով կարևորը, որտեղ հայերենով այդքան էլ դա հասկանալի չի լինում ինչ-որ տերմիններ։ Ինչ անսովոր է, տենց ուրախ եմ, բայց չգիտեմ ոնց արտահայտեմ, տենց երևի այսքանը, եթե ինչ-որ կադրեր լինեն վաղվա օրվանից կանեմ կգցեմ, բայց հիմնականում տանն եմ լինելու, եթե չէ երևի այսքանով կսահմանափակվենք, վիդեոն չգիտեմ քանի րոպե է ստացվել, մի քիչ ցենց խառը վիդեո է եղել, ճիշտ ասած իմ կարծիքով ինձ թվում է, չգիտեմ ոնց եմ էդիթ անելու, բայց ամեն դեպքում հուսամ հավատեցիք ու շատ մեծ հույսեր ունեմ, որ շարունակական է լինելու այս YouTube-յան ճանապարհը։ Դրսում ահա որ մռայլ եղանակ է, թե եմ ուզում տնեմ խմեմ, բայց ամեն ինչ որ հետաքրքիր բան եմ ուզում սարքեմ, թեթև
ChatGPT-ից հարցրեցի, ասաց բաժակի մեջ ինչ-որ թխվածքի ռեցեպտ տվեց, ասաց այդ սարքի, տանի ինչ կա որ սարքեմ։ Բանանով կսարքեմ, բայց պետք է հասկանանք ալիր ունեմ թե չէ։ Նոր ինչ էի սարքում։ Մոռացեք։